Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ագնթիրներ, Վանաձայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզի հետ են Ներսես և Սերլին ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Լեռնալիբանանի քաղաքապետական և թաղապետական ընտրություններն շաբաթ առաջ հայ հեղափոխական դաշնակցությունը առաջադրեց հետևյալներուն թեկնածությունը. Բուրջ Համուդի քաղաքապետական խորհուրդ Մարդիկ Պողոսյան, Հակոբ Այվազյան, Մարդիկ Արսլանյան, Նելի Վեկիլյան, Անի Գիդանյան, Լենա Բալյան, Ջորջ Գրիգորյան, Դավիթ Կազանջյան, Դիկրան Քենդիրջյան, Հարութ Հարությունյան, Վահե Աղասարքիսյան, Վրեժ Ջիմբաշյան, Թալին Թարփինյան Սահակյան, Նազարեթ Աբունայան, Ժիբեյլի քաղաքապետական խորհուրդ Ժոզեֆ Բեժջյան, Ժդեյդե Սետ Բաուշրիեի քաղաքապետական խորհուրդ Ռաֆի Մեսրոբյան, Զալկա Ամարեթ Շալհուբի քաղաքապետական խորհուրդ Մեհեր Բեդիրյան, Դբայեի քաղաքապետական խորհուրդ Բեդրոս Մաջարյան, Մզհեր Սալիմի քաղաքապետական խորհուրդ Խորեն Լուսարարյան, Անտիլիաս Նաքաշի քաղաքապետական խորհուրդ Հայկ Ոսկերիչյան, Բրումանայի քաղաքապետական խորհուրդ Գասիա Գյուրունյան Զադուրյան, Բուրջ Համուդի թաղապետներ Ժան Մոմջյան, Վասկեն Նյուրտպելտյան, Ռոստոմ Արսլանյան, Զարեհ Կալաջյան, Վահե Խաչատուրյան, Շահե Քելեշյան, Սետրակ Խզարջյան, Գրիգոր Ջենանյան, Դիկրան Բեջեկյան, Սեբուհ Քևորքյան, Սևակ Ալիեմեզյան, Բաուշրիեի թաղապետ Մեհեր Արոյան, Մզհերի թաղապետ Ավեդիս Գյորգյունյան։ Ապրիլ 24-ին երեգոյան ժամը 6:30 հայ հեղափոխական դաշնակցության Զավարյանական ուսանողական միությունը, Լիբանանի երիտասարդական միությունը և բադանեգան միություններու երեցները համախմբվեցան թրքական դեսպանատան դիմաց փողոքելու Թուրքիո ավելի քան 110 տարվա ցեղասպանական և ցեղասպանության ժխտողական քաղաքականություններուն թեմ, ինչպես նաև ցայն բարձրացնելու ու պահանջելու արդարություն ոչ շարունակվող ցեղասպանության մասնակցե արդարության համար կարգախոսով։ Հավաքին հայերենով խոսք արավ Ներսես Ապրիլյան, որ ըսավ թե այսօր դարբեր և օրհասական պայմաններու մեջ կնշենք հայոց ցեղասպանության 110-ամյակը, որովհետև գործընծուցած ենք ազատ և անկախ Արցախը ևս և դգարացած է Քաչարի հերոսներուն կերտած հզոր Հայաստանի Հանրապետությունը։ Ան ցավ հայտնեց, որ պատմությունը ինքզին կկրկնե Արցախի բռնակրավումով և հայ ռազմակերիներուն ազատազրկումով։ Թուրանական գայսրության գերտման երազը գիրակորձվի համայն աշխարհի լրության պայմաններուն մեջ։ Ապրիլյան գոչ ուղեց երիտասարդության աննահանջ պայքար մղելու և վստահելու միայն իրենց սեփական բազուկին։ Ան նաև հավելցուց, որ 1915-ին կորձված ցեղասպանության հատուցման պահանջին վրա կավելնա Արցախի ցեղասպանության խնդիրը։ Վերջապես, ան հրավիրեց երիտասարդներուն միասնական բռունցքով փշրելու սրտացման և բռնադիրության շղթան, վերացնելու մեր ազգը գործանած մութ և սև ամպերը և քանթելու լրության բադը, մինչև որ անպատիժ ցեղասպան Թուրքիան ճանչնա իր կորձած ոճիրը և վերադարձնե հայության արդար իրավունքները։ Արաբերենով խոսք արավ Հարութ Մարգոսյան։ Ան ըսավ, որ օրը առաջ ընտրեցինք հավաքվել Բեյրութի նահատակած հրապարակի վրա դատապարտելու համար 110 տարի առաջ հայերու դեմ գործադրված ցեղասպանությունը, որովհետև այդ հրապարակը վկա է Լիբանանի ժողովրդին դեմ օսմանյան թշնամիին գործած ոճիրին։ Ան նշեց, որ այսօրվան հավաքը արդարության պահանջի հավաք է, զայրույթի հավաք է։ Անպատիժ ցեղասպանության վերաբրողներու թորները ըլալով, թրքական ցեղասպանության դիմաց կբարձրացնենք մեր ցասումը, իսկ միջազգային ընտանիքեն և գազམ་ագերբություններեն չենք խնդրեր պահանջել մարդկային եւ ժողովուրդներու ինքնորոշման իրավունքները, որովհետև անոնք շատ հավանաբար լքած են մարդկության իրենց պետական շահերեն մեկնելով ըսավ ան և ավելցուց, ով որ աչք ունի, թող տեսնե կատարվածը,
ով որ ագանչունի, թող լսե անմեղներուն աղաղակը, ով որ աշխարի վրա մարդկության նվազագույն ըսկացում ունի, թող ոտքի գանքնի։ Մարգոսյան նաև անդրադարձավ Արցախահայության եւ Բաքուի փանդերուն վրա ռազմակերիներուն եւ հարցականի դակ արավ աշխարհի լրությունը, իդես այս բոլոր անարդարություններուն։ Ան շարունակեց ըսելով, թե աշխարհի լրությունը թույլ տված է, որ համաշխարհային հանցագործությունները շարունակվին եւ սաստկանան։ Մարգոսյան իր խոսքը եզրափակեց վստահեցնելով համայն աշխարհին, որ երիտասարդները հագարակ բոլոր մարդահրավերներուն պիտի շարունակեն բանջարդիրական պայքարը։ Գալի Թակվորյան արտասանեց անգլերեն խոսքը եւ ասավ, որ հիշադակումի գողքին այս հավաքը արդարության բանջարդիրության հավաք է, ճշմարտությունը մեր ցերկին կանգնած թրքական դեսպանատան դիմաց։ Թակվորյան խոսք ուղեց Թուրքիոյ ասավ, որ ան չի գրնար խաղաղության միջնորդ հանդիսանալ ու պահպանել Բաղեստինի թադը, երբ ինք գժղտե եւ գշարունակե հայոց ցեղասպանությունը։ Անընդգծեց, որ Թուրքիան գխեղաթյուրե պատմությունը հայերուն թեմ ադելություն գսերմանե իր ժողովրդի մեջ, գահապեգե ճշմարտությունը բարձրացնող լրակրողները, գփանդարգե արդարության համար պայքարողները եւ գբղձե անմեղներուն հիշադակը։ Այս ոչ միայն 1915 թվականին գվերապերի, այլ նաև այսօրվան հայտնեց ան։ Հավաքին մասնագից ուսանողները, երիտասարդներն ու պատանիները իբրև ընդվեզում այրեցին Թուրքիո դրոշակը։ Ավարտին ցուցարարները ասկային հեղափոխական երգերով ամրապնդեցին իրենց պայքարի ոգին։ Հալեբահայությունը իր բոլոր գազագերբություններուն եւ միություններուն կորզակցությամբ եւ մասնակցությամբ գազագերբեց հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված գետրոնական հանդիսություն 5 շաբթի 24 ապրիլ 2025-ի երեկոյան ժամը 7-ին Գևորգ Եսայան սրահին մեջ հովանավորությամբ հայ 3 համայնքաբեդերուն։ Հանդիսության ներկային Պերիո հայոց թեմի առաջնորդ Մագար arczepiskopos Աշկարյան, Պերիո թեմի կաթողիկե հայոց առաջնորդ Պետրոս arczepiskopos Միրիաթյան, Սուրիո հայ ավետարանական համայնքի վետ վերաբադվելի դոկտոր Հարություն Սելիմյան, Հալեբի մեջ Հայաստանի գլխավոր հյուբադոս Արա Ավետիսյան, Հալեբի մեջ Հայաստանի հյուբադոսության խորհրդական Դավիթ Թաթևոսյան, ազգային երեսփոխանական ժողովի եւ ազգային բաժնության անդամներ, հայր սուրբեր, քահանահայրեր, արաքինազարդ քույրեր, հալեբահայ գազագերբություններու բարեսիրական մարզական մշակութային հայրենակցական միություններու ներկայացուցիչներ եւ հոծբազմություն։ Հանդիսաբար Մարինա Չիլապոշյան Բողիգյան բացումը հայտարարեց, խնդրելով ներկայաներն մեկ վարյան հոդնգայս լրությամբ հարկել 1.5 միլիոն սրբատասված նահատակներուն հիշադակը։ Արաբերեն բացման խոսքով Բարույր Բիթար, իսկ հայերենով Մարմանդ Քևոյան անդրադարձան օրվան խորհրդին, շեշտելով, որ թար եւ 11 անցած է հոլոկոստենի ետք ամենեն վայրակ ցեղասպանության, որ դեղի ունեցավ Օսմանյան գայսրության pedagogan ծրագիրով։ Հանդիսությունը ունեցավ գեղարվեստական բաճաճ հայդակիր։ Հալեբահայ գազագերբություններու խոսքը ներկայացուց Սեթահոգենի ներկայացուցիչ Հովիկ Աթոքյան։ Ան հայտնեց, որ 24 ապրիլը հայ ժողովրդի օրացույցին վրա սևով ներգված օրմն է, սակայն նաև համախմբման, հիշադակի եւ բայկարի օր է։ Մեծ եղերնը իր ծրագրված աբանտներով, մշակութային չարտով եւ ժխտումներով հայությունը զրկեց հայրենիքեն, բայց չկարողացավ ոչնչացնել անոր գենսարար գամքը։ Սերունդներ անդադար փոխանցեցին ցեղասպանության հիշողությունը իբրև ազգային գոյության պահպանման ու արդարության վերահաստատման հիմք։ Հայդակիրի ավարտին օրվան եզրափակիչ խոսքը արտասանեց Պերիո հայոց թեմի առաջնորդ Մագար arczepiskopos Աշկարյան։ Առաջնորդը հանդիմանեց ժողովրդի այն զավակները, որոնք այս սուրբ օրը անդեսելով իրենց ազգային ու մարդկային բարդավորությունը չկատարեցին, ոչ եկեղեցի ներկայացան, ոչ ալ ոգեգոճական արարողություններով, այլ օրը արցագուրտի օր համալերով ժամանցի դրամատրեցին։ Մագար սրբազան հատկապես գրթական մշակներուն եւ տաստիարակներուն հորթորեց դբրոցական դարիներեն բարձրացնել աշակերտներուն գիտակցությունը, ուղղել զիրենք եկեղեցի եւ սեփական ընթացքով օրինակ դառնալ անոնց, որբեսի ազգային գիտակցությունն ու պատասխանատվության զգացումը խարսխվին իրենց մեջ գանուխ տարիքեն։ Հանդիսությունը փակվեցավ առաջնորդ սրբազանին բահբանիչով։
չորեքշաբթի 23 ապրիլի երեկոյան ժամը 5-ին Քեսաբի Սուրբ Աստվածածին եկեղեցվո մեջ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-ամյակի ոգեգոճում գազմագերբությամբ Քեսաբի 3 համայնքներեն հարաճած հանձնախումբին եւ Սուրյո երիտասարդական միության շանթ մասնաճյուղի վարչության։ Ոգեգոնչման ցերնարգին ներկա էին Քեսաբի Սուրբ Աստվածածին եկեղեցվո հոգևոր դեսուչ Եսայի Վարդապետ Օրդեքյան, բադվո հյուրեր, գառույցներ ու միություններու ներկայացուցիչներ եւ Քեսաբահայ հոծ բազմություն։ Ցերնարգին սկիզբը ներկաները 1 վարգյան ոդնկայս հարկեցին հիշադակը մեր 1.5 միլիոն նահատակներուն։ Հանդիսավարեր Շողիկ Քաթաբյան եւ Օսան Քիլաղբյան նշանախոսեր արդասաներով հերթապար հրավիրեցին գեղարվեստական հայդակիրի մասնագետները։ Բացման խոսքով հանդես եկավ Սուրյո երիտասարդական միության անդամ Սոսե Նարե Քարայան, ան իր խոսքի մեջ ըսավ, որ այսօր համախմբված ենք հիշելու եւ հիշեցնելու հայոց ցեղասպանությունը։ Հայասպանության հուշն ու անոր սբին անչնչելի են հայության հիշողություններն եւ հայոց պատմութեն են։ Իսկ հայ ժողովուրդը ամեն ապրիլ 24-ին հավաքապար կհաստատե թե բահանջադերը իր իրավունքներուն։ Օրվան փանախոսներ Սուրյո հայտադի գետրոնական մարմինի ադենաբեդ Ձերուն Քահվեջյան։ Ան ներկայացուչ աշխարհակաղակական ներկա իրավիճակը, որ մեզ կմղե հիշելու, արժևորելու եւ կորձելու։ Աբա անդրադարձավ պատմական իրադարձություններուն 110 տարի առաջ Օսմանյան Թուրքիո իշխանություններուն ծրագրած ցեղասպանության, որուն հետևանքով հայ ժողովուրդը ծարծավ մարդկության դեմ կորձված աննկարագրելի ոճիրի զոհ։ Իսկ այսօր անկանգնած է հուշագոթողներու եւ հիշադակի արարողություններուն արչեւ ոչ որպես զոհերու ժառանգորդ միան, այլ որպես ողջ մնացած ոգիի սերունդե սերունդ փոխանցված ամրության ու հիշողության գրող։ Բահանջադիրության կարևորությունը շեշտելով Քահվեջյան ըսավ, որ մենք կբահանջենք ճանաչում ոչ թե վրեժի, այլ խաղաղության համար։ Սակայն խաղաղություն առանց զիջումներու կատարելու, առանց հողեր կամ միջանցքներ հանձնելու թշնամիին, ճանաչումը ճանապարհ է դեպի հաշտություն, ուր ճշմարտությունը կրնապուժիչ թեր ունենալ։ Ան իր պատկամը ուղելով երիտասարդության ըսավ. Թույլ մի տաք, որ մարդկային իրավունքներու եւ արժեքներու էությունը գազմող արդարությունը զոհ դառնա աշխարհակաղակական ժամանակավոր շահերուն։ Թույլ մի տաք, որ ցեղասպանը զանազան թիմակներ գրելով մոլորեցնե հանրային գարտիկը եւ իր ըսպարական ոճով փորձե ցաղողություն մատնել հայանպաստ որևէ կայլ։ Մեր բահանջադիրական ցայնը պիտի չթատրի ու բահանջադիրական պայքարը գանք պիտի չառնե, մինչեւ որ արդարություն կատարվի հայ ժողովրդին։ Ցերնարգին եզրափակիչ խոսք ուղեց Եսայի Վարդապետ Օրդեքյան, ան առաջին հերթին շնորհակալություն հայտնեց օրվան փանախոսին, Սեմի վարչության, Ցերնարգի հանձնախումբին եւ հայդակիրի մասնակցողներուն։ Այնուհետև օրվան խորհուրդը ներկայացնել է յետք ըսավ, որ այս տարի երկրի դիրող պայմաններուն փերումով ապրիլ 24-ի ցերնարկները սահմանափակվեցան միասնական մեկ ցերնարկվով, եկեղեցվո գամավորներուն ներքև։ Ցերնարգը իր ավարտին հասավ բահբանիչ աղոթքով եւ Գիլիգիայի մաղթերքով։ Հայոց ցեղասպանության 110-ամյակին առիթով Հայ օգնության միության գետրոնական վարչությունը հանդես եկած է հայտարարությամբ ուրգսե։ Երիտասարդ թուրքերու կողմէ ծրագրված եւ կորզատրված հայոց ցեղասպանության 110-ամյակը մեր ազգը կնշե հայության համար ոչ բարենպաստ պայմաններու մեջ։ Արցախը ներքին եւ արտաքին կորձոններու պատճառով հայաթափված է իր բնիկ ժողովուրդեն, Հայաստանի մեջ գարցանակրվին հայության պատմակաղակական շահերուն անհարիր զարգացումներ, Սպյուրքի տարածքին հայությունը գտիմակրավե բազում հարցեր եւ խնդիրներ։ Նման իրավիճակի մեջ հայ օգնության միությունը իր ցայնը կմիացնե հայության քիդագից եւ հանցնարու մեծ զանգվածի գոչերուն եւ կբահանջե, որ հանուն խաղաղության հայոց ցեղասպանության ուրացման որևէ փորձ խստորեն դադարեցվի եւ կանխարգելվի, հաստատելով, որ հայ ժողովրդին հողային, մարդկային եւ ունեցվածքի հատուցումը արդար եւ անվիճելի իրավունք է, որ ժամանակին թավալման հետ իր ուժն ու օրինականությունը չի գործընծներ։ Հայ օգնության միությունը իբրև հայության ծոցեն զնած մեծ գազագերբություն խորաբես կգիտակցի, որ աշխարհակաղակական իրավիճակն ու զարգացումները չեն կրնար ստվեր ցկել եւ մոռացության տալ
հայության բանջարդիրությունը, որ կնպատակադրե արդարությունը հաստատել հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի բոլոր իրավունքներուն հատուցմամբ։ Հայոց ցեղասպանության 110-ամյակը սոսկ թվական չէ, անիկա արիթ է դրսևորելու քաղաքական հանձնարարություն, թե հայությունը ոչ մեկ բարակայի պիտի հրաժարի իր իրավունքներեն եւ պիտի շարունակի բանջարդիրական իր պայքարը հանուն արդարության։ Հայ օգնության միությունը այս հանձնարարությամբ պիտի շարունակի իր առաքելությունը ծառայելով հայ ժողովրդին, թարգման հանդիսանալով անոր արդար իրավունքներու ցերկբերման եւ իր ցայնը լսելի պիտի դարձնե միջազգային հարթակներու վրա, շեշտելով արդարության եւ հավասարության համամարտկային իրավունքներու ամրագրման կարեւորությունը։ Հայությունը այսօր ավելի քան գարիք ունի միասնականության։ Հայ օգնության միությունը կհավատա, որ միասնականությամբ եւ հայության քաղաքական, տնտեսական, գիտական, գրթական, մշակութային եւ այլ մարզերու մեջ ներուժի ճիշտ օգտագործումով կարելի պիտի ըլլա հաղթահարել բոլոր դժվարությունները եւ ամբողջական Հայաստանի դեսլականով առաջնորդվելով հասնել հայոց ցեղասպանության ճանաչման եւ արդար հատուցման։ Հայոց ցեղասպանության 110-ամյակին առիթով հոմը գվերանորոգե հայության ծառայելու իր ուխտը եւ նոր թափով կշարունակե իր առաքելությունը։ Հայոց ցեղասպանության 110-ամյակին առիթով 22 ապրիլ 2025-ին Հոմենտմենի Լիբանանի շրջանային վարչությունը, շրջանային սկաուտական խորհուրդն ու խմբապետությունը, մասնաճյուղերու սկաուտական խորհուրդներ, խմբապետական գազմեր, երեց բարմանուի պաղանքներ եւ Հոմենտմենի շեփորախումբը համախմբվեցան Բիքվայի Սուրբ Աստվածածին վանքի շրջափակի մեջ, ուր կատարվեցավ 1.5 միլիոն սրբատասված նահատակներու իշադակին նվիրված ոգեգոճում։ Այնուհետև ներկաները ուղղվեցան հուշագոտող ու ձագեբսակ զետեղեցին նահատակած հուշարձանին առջև արի հարկանք սրբատասված նահատակներու անդարամ հիշադակին։ Հոմենտմենի շեփորախումբի կատարողությամբ Լիբանանի, Հայաստանի եւ Արցախի քայլերներու ունգընտրութենեն յետք խոսք կրավ Հոմենտմենի Լիբանանի շրջանային սկաուտական խորհրդի ադենաբեդ Ժանետ Պամբուկյան Դերղազարյան։ Անտիդել դվավ, որ հայոց պատմության ամենն ահավոր էջերեն հանդիսացող հայոց ցեղասպանությունը բարձաբես փուլ մնե Թուրքիո կողմէ որդեգրված այն քաղաքականության, որ տարերը ի վեր գործադրեր անհայ ժողովուրդը իսպար չնչելու եւ Հայաստանը թրկացնելու։ Քաղաքականությունը, որ այսօր եւս կշարունակվի, սակայն այս անգամ Հայաստանի իշխանություններուն գամա ագամա մեղսակցությամբ, լրությամբ եւ հանձնվողական ուղեկիցով, որուն մեծակույն հարվածը հանդիսացան մեր հերոսական Արցախի գորուստը, Արցախայության բռնակախտը իր հարազատ փնորանեն։ Այդ քաղաքականության պատճառով այսօր հանգիստ չէ Հայաստանի սահմանը, ապահով չէ մեր հայրենիքը, ուրեմն մտահոգ է ամբողջ հայությունը, իսպյուրս աշխարհին շեշտեց ան։ Աբա ներկաներուն իր պատկամ հղեց Տբրևանքի դեսուչ Բարույր Վարդապետ Չերնեզյան, որը սավ 1915-ին Օսմանյան գայսրության ղեկավարությունը համագարկված ծրագիր մշակեց նպատակ ունենալով հայ ժողովրդի բնաճնչումը։ Ավելի քան 1.5 միլիոն հայրենիներ նահատակվեցան, գիներ ու մանուկներ բռնի մահմեդական դարձան, իսկ մեր մշակութային ժառանգությունը եկեղեցիներ, վանքեր ու դպրոցներ ոչնչացավ եւ օտարացվեցավ։ Թեև ցեղասպանությունը այսօր ջանցված է բազմաթիվ երկիրներու ու պատմապաններու կողմէ, սակայն Թուրքիան մինչև օրս գմերժ է այս իրողությունը ընդունել։ Սակայն հայ ժողովուրդը եւ աշխարհի զանազան անգույներու մեջ ապրող հայ համայնքները գշարունակեն իրենց պայքարը ի խնդիր հայոց ցեղասպանության ճանաչման, արդարության եւ հիշողության պահպանման։ Հետևաբար մենք մեր սրբատասված նահատակներուն հանդեպ բարդ մը չունենք կատարելիք, այլ ողջ կյանք մը ունենք մատուցելիք։ Հարաճ նահատակ քայլերքի ունգընտրութենեն յետք ներկաները ծաղիկներ դրին նահատակած հուշարձանին առջև։ Վաղը գիրագի 27 ապրիլին եւ երկուշաբթի 28 ապրիլի երեկոյան ժամը 8-ին Չահ Չավախ Արցախ Հայաստան մարմինի նախաձեռնությամբ կցուցադրվի մեդալի հագարակ կողմը, որուն գլխավոր թերասան եւ պեմատրիչ Աննա Մաքսիմ Հարությունյանը վանացայինը կհյուրանգալ է երկուշաբթի առավոտյան ժամը 9:30-ին։ Մեդալի հագարակ կողմը ֆիլմը 7 ամիս է ի վեր կնվաճե հայ հանդիսադեսներուն համագրանքը։
Ֆիլմը ցուցադրված է Երևանի, Հայաստանի զանազան մարզերու, Միացյալ Նահանգներու, Կանադայի եւ եվրոպական տասնամյակ երկիրներու շուրջ 33 քաղաքներու մեջ։ Արժանանալով արվեստասեր հասարակության չերբ գնահատականին եւ նվաճած է մրցանակներ։ Վերջերս Կանադայի Բոմեգրանդե շարժաբատկերի պարադոնին շրջանակներում մեջ մեդալի հագարակ գողմը ֆիլմի հաղթող ճանաչված լավագույն գեղարվեստական ֆիլմ անվանակարգին մեջ։ Ֆիլմի արդատրիչ Աննա Մաքսիմ Հարությունյան գահիտնե, որ Հայաստանի ֆիլմի հիմնադիրի կողմէ արդարության նպատակով ֆիլմի դրամատրված աջակցությունը շուրջ 40 միլիոն դրամ ամբողջովին վերադարձված է հիմնադրամին բյուջեին, ինչ որ ֆիլմի ֆինանսական հաջողության լավագույն վկայությունն է։ Հայկական աշխարհի լուրերով վանացայնի եթերով եւ թիմադեդրի էջով ցեզի հետեին Սերլին Ներսեսը եւ ցայնի հաղորդավար Մարինեն։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։